Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1444-րդ օրն է։ Մոսկվայում մահափորձ է իրականացվել Ռուսաստանի Դաշնության գլխավոր հետախուզական վարչության գեներալ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ, ով առանցքային դերակատարում է ունեցել Ուկրաինայի դեմ պուտինյան ագրեսիայում։ Կան տեղեկություններ, որ գեներալը 3 տեղից վիրավորվել է, ամենածանրը կրծքավանդակին կրակոցն է եւ նա գտնվում է վերակենդանացման բաժնում։ Տեսնենք, թե ինչպես ռուսներին կհաջողվի փրկել իրենց գեներալին։ Այսօր կարծես պայթյունների մասին լուրերի օր է Իսլամաբադում, Մեջիդում պայթյուն է տեղի ունեցել, 10 մարդ զոհվել է, 80-ը տուժել, բայց սա այնքան էլ մեր թեման չէ։ Իսկ Բելգրադում, Բրյանսկում եւ Սմոլենսկում էլեկտրոէներգիայի ջեռուցման եւ ջրամատակարարման լուրջ խնդիրներ կան։ Դեռ երեկոյից հաճելի կադրեր տեղադրել էինք մեր Telegram-յան ալիքում ուկրաինական հարվածների մասին։ Դե եթե Պուտինին թվում էր, թե ինքը պետք է անպատիժ հարվածի ուկրաինական քաղաքներին, ապա ռուսաստանցիները հիմա գիտեն, որ դա այդպես չէ։ Չգիտեմ որքանով է դա հետաքրքիր Պուտինին, բայց ռուսաստանցիները իրենց վրա Պուտինի արարքների պատասխանները զգում են։ Իդեպ Starlink-ի անջատման պատճառով ռուսական բանակում սկսել են հաճախակի գրանցվել այսպես կոչված բարեկամական կրակի դեպքեր, ռուսական զորքերի միջև կապը եւ փոխգործակցությունը խաթարված է, արդյունքում ռուս օկուպանտների զորքերի կառավարումը խիստ խաթարվել է, ինչը արդեն հանգեցրել է բացասական հետևանքների, օրինակ կապի բացակայության պատճառով հակառակորդի խմբերի միջև գրանցվում են այդ բարեկամական կրակի դեպքերը, Զապորոժիեի ուղղությամբ ռուս օկուպանտները կրակ են բացել միմյանց վրա, ինչի հետևանքով 12 մարդ զոհվել է։ Նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել նաև ռազմաճակատի այլ հատվածներում, պետքա Մասկին շուտ ասեինք, որ անջատեր։ Վերջին օրերին նվազել է նաև օկուպանտների հարձակողական գործողությունների թիվը ռազմաճակատում, հարձակումները զգալիորեն կրճատվել են, նույնիսկ հիմնական ուղղություններով, մասնավորապես Պոկրովսկիի եւ Գուլյայպոլիի ուղղություններով։ Թրամփի եւ նրա պաշտոնյաների քաղաքականությունը հանգեցնում է բարդությունների նույնիսկ ամենահավատարիմ դաշնակիցների հետ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում Ամերիկայի դեսպան Թոմ Ռոուզին հորդորել է հարգել դաշնակիցներին, այլ ոչ թե դասեր տալ նրանց։ Այն բանից հետո, երբ դիվանագետը հայտարարել էր Սեյմի խոսնակի հետ շփումները դադարեցնելու մասին, դե պատճառը Թրամփի հանդեպ վերաբերմունքն է։ Էփշտեյնի գործը հասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերին, լրատվամիջոցները հայտնում են, որ նրա համար փոխարինող են փնտրում նրա կուսակիցները։ Եվրոմիությունը բացառում է Թուրքիայի Եվրոմիության անդամակցության շուրջ բանակցությունների վերանայումը։ Եվրոհանձնակատար Մարտակոսը պատրաստվում է այցելել Թուրքիա, ամենայն հավանականությամբ Եվրոմիության համար Անկարայի նոր դերը քննարկելու նպատակով, խոսքը հավանաբար տնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ անվտանգության հարցերի մասին է։ Ինչպես նախկինում նշել էի իմ եթերում, Թուրքիային վերապահված է այլ դեր, ոչ թե Եվրոմիության անդամի։ Թուրքիան ըստ եվրոպացիների պատկերացումների կարող է իրականացնել անվտանգային գործառույթներ, հաշվի առնելով այդ երկրի աշխարհագրական դիրքը եւ լինել պարզապես տնտեսական գործընկեր, Տեսնենք, թե ինչպես Էրդողանի ամբիցիաները, հավակնությունները կընդունեն Բրյուսելի նոր առաջարկները։ Իսրայելը նկատում է Եգիպտոսի բանակի չափից ավելի հզորացումը։ Նեթանյախուն ցանկանում է կանխել հնարավոր սպառնալիքը, բայց կա մի նրբություն, Եգիպտոսի հետ Իսրայելը այժմ ունի լավ տնտեսական հարաբերություններ։ Վերջերս դեկտեմբերին ստորագրվել է 35 միլիարդ դոլարի պայմանագիր Իսրայելի եգիպտական գազի մատակարարման վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Թրամփը խնդրում է Նեթանյահուին չշտապել Իրանին հարվածելու հարցում։ Սպիտակ տան նոր տերը ցանկանում է ռազմական ճնշման միջոցով ստիպել իրանական վարչակարգին հրաժարվել միջուկային ծրագրից։ Օմանում ընթանում են Ամերիկա-Իրան բանակցություններ, սակայն չնայած դրան Վաշինգտոնը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։ Տեսնենք, թե ինչ կստացվի Թրամփի մոտ։ Նրա վարքագիծը կարող է մեծ հուսախաբություն առաջացնել իրանական հասարակության մեջ, ով ցանկանում էր տապալել երկրի կրոնական վարչակարգը։ Բացի այդ, դժվար թե Նեթանյախուն երկար հանդուրժի եւ չհարվածի Իրանին։ Փորձը ցույց է տվել, որ իրանական վարչակարգը միայն ուժեղացնում է թշնամանքը Իսրայելի նկատմամբ, իսկ նման սպառնալիքները Իսրայելը սովորաբար չեզոքացնում է։ Տվյալ դեպքում խոսքը Իրանի միջուկային կարողությունների լիակատար ոչնչացման մասին է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, եթե Թրամփը ժամանակ վատնի, կարծում եմ դա նրա վրա ավելի թանկ կնստի Ամերիկայի միջանկյալ ընտրություններում։ Իսրայելը լուծում է էկզիստենցիալ խնդիրներ եւ Թրամփի դանդաղկոտությունը կամ անվճռականությունը թանկ է նստում Իսրայելի վրա։ Առայժմ Նեթանյախուն սպառնում է Իրանին շատ ծանր հարվածով, բայց սպասում է։
Մեր եթերներում պարբերաբար ներկայացնում ենք ռուսական տնտեսության վատ վիճակը, եւս մեկ մարկեր, որքան վատ են գնում գործերը ռուսական տնտեսությունում, այնքան ավելի շատ են ներդրողները դուրս բերում իրենց գումարները այդ երկրից։ Որոշ լրատվամիջոցներ իրենց նյութերը վերնագրել են նշելով, որ ադրբեջանական խոշոր բիզնեսը ցատկում է ինքնաթիռից, խոսքը Սամալյոտ խմբի մասին է։ Ըստ լրատվամիջոցների խոսքը գնում է Իլհամ Ռահիմովի, Գոտ Նիսանովի եւ Զարախ Իլիևի մասին։ Սամալյոտ խումբը Ռուսաստանի 3 խոշորագույն շինարարական ընկերություններից մեկն է եւ փաստացի բնակարանային հատվածի համակարգաստեղծ խաղացող, սակայն նույնիսկ շուկայի նման խոշոր մասնակիցները բախվում են հսկայական խնդիրների, հայտնվելով պարտքային մասշտաբային ճգնաժամի մեջ։ Սամալյոտ խումբը ստիպված է եղել դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը արտոնյալ վարկ ստանալու համար, քանի դեռ նրանց հարցը դիտարկվում է, ադրբեջանցի գործարարները կարծես թե լքում են նախագիծը, ինչը մամուլը անվանել է ինքնաթիռից ցատկել։ Մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Մինչ Հայաստանում ակտիվացել են խոսակցությունները Թուրքիայի հետ սահմանի բացման առումով, Սպիտակ տունը ըստ որոշ աղբյուրների պատրաստվում է ժամանակավոր իշխանություն խմբավորել Իրանի համար։ Նման արտահոսքերը մամուլում հիմնականում արվում են հակառակորդին դեմորալիզացնելու համար։ Հիմնական մեսիջը նա է, որ Իրանի ռեժիմի օրերը հաշվված են։ Դե տեսնենք Թրամփի փեսակ ուշներն է զբաղվում այդ նոր կառավարության հարցով։ Իդեպ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը, Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալը, ում այսօր առավոտյան հրազենային վնասվածք են հասցրել Մոսկվայում, Ռուսաստանի ներկայացուցիչների շարքում ավագներ 22 թվականի մայիսին Մարիուպոլում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Ազովստալից Մարիուպոլի կայազորի դուրսբերման ընթացքում, ասեք, որ հետաքրքիր նորություն է հատկապես նոր այսպես կոչված բանակցությունների ֆոնին։ Իդեպ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռուսաստանը թաքուն կանխիկ գումար է ուղարկել Իրան, ըստ բրիտանական Թելեգրաֆի 2.5 միլիարդ կանխիկ դոլար է ուղարկել Մոսկվան իրանական ռեժիմի կարիքների համար։ Իդեպ մենք տեղեկություն ունենք, որ ռուսական կողմը եւս մեկ մասսայական հարված է ուզում հասցնել մեզ, քանի դեռ մինուսային ջերմաստիճան է, չնայած ցրտերը արդեն այդքան սաստիկ չեն, 7-ից 10 աստիճանի մոտ է, բայց Ռուսաստանը հույսը չի կորցնում մեզ վնասել։ Զգում եք, կարծես զոմբի լինեն, ստացվի, իրենց գլուխը եկածը փորձում են իրականացնել։ Դե իսկ մեր առաջադրանքն է մաքսիմալ ժողովրդին հեռու պահենք վտանգից եւ անհարմարություններից եւ իհարկե պատասխան հարվածներով հասկացնենք, որ այս խաղը կարելի է խաղալ երկուսով։ 2025 թվականին Ուկրաինայում գրանցվել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ամենամեծ թիվը լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը քաղաքացիական անձանց հասցված վնասի վերաբերյալ զեկույցում։ Միսիայի տվյալներով 25 թվականին պատերազմի հետ կապված բռնությունը հանգեցրել է 2514 քաղաքացիական անձի մահվան եւ եւս 12142 մարդ ստացել է վիրավորում։ Զոհվածների եւ վիրավորների ընդհանուր թիվը 24 թվականի համեմատ աճել է 31%-ով, այսինքն 1/3-ով, իսկ 23 թվականի համեմատ 70%-ով։ Սա ռուսական ուժեղացված տերորի արդյունքն է, ինչը ակտիվացել է Թրամփի այսպես կոչված խաղաղության գործընթացների նախաձեռնությունների ֆոնին։ Սպիտակ տան նոր ղեկավարը կամ չի ընկալում, կամ չի ուզում ընկալել, որ գործ ունի վախկոտ մարդասպանի հետ, եւ որքան ավելի շատ փորձի Պուտինի հետ խաղաղությունից խոսել, այնքան Պուտինը փորձելու է ավելի շատ մարդ սպանել, անմեղ մարդ սպանել եւ ամենաստոր կերպ անպաշտպան տանը քնած մարդկանց։ Այլ կերպ Պուտինը հնարավորություն չունի իր այսպես կոչված հզորությունը ցուցադրել։ Չգիտեմ, արդյոք հույս կա, որ Թրամփը սա կհասկանա կամ կընդունի այս իրականությունը։ Վաղուց ռուսական ավիացիայի թեմայից չենք խոսել, ավելացնեմ, որ նոր Ռուսաստանի համար տխուր տվյալներ կան, Ռուսաստանի խնդիրները քաղաքացիական ավիացիայում չեն սահմանափակվում միայն հնացող Boeing-ներով եւ Airbus-ներով, ռուսական ավիապարկում այսպես կոչված հայրենական արտադրության առնվազն 230 օդանավ 40-ից 60 տարեկան են եւ ցանկացած պահի կարող են բառացիորեն քայքայվել օդում։ Ռուսաստանի պետավիացիոն վերահսկողությունը տագնապ է հնչեցնում երկրում զանգվածաբար թռիչքների
են թույլատրում անսարքություններ ունեցող օդանավեր, խոսքը չվերացված դեֆեկտների, միայն մասնակի իրականացված տեխնիկական սպասարկման եւ թռիչքային պիտանիության հրահանգների խախտումների մասին է։ Միայն 23-ից 25 թվականներին կարգավորողը ստիպված է եղել արգելել ավելի քան 480 օդանավի շահագործումը, ինչը կազմում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության կողմից գրանցված ողջ ավիապարկի գրեթե 50%-ը։ Ինչպես հայտնում է Moscow Time-ը, այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Կավալսկին։ Դե նախորդ եթերներում արդեն ասել են, որ աննախադեպ աճել է վթարների թիվը եւ Պուտինին չաջակցող մեր հայրենակիցները թող հեռու մնան ավիաոլորտից։ Իդեպ Ուկրաինայի, Ամերիկայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջև այսպես կոչված բանակցությունները կարող են փոխել իրենց վայրը, հաջորդ փուլը ամենայն հավանականությամբ կանցկացվի Ամերիկայում։ Ռուսաստանի դեսպան Կապիրկինը ռուսական լրատվամիջոցներին դժգոհում է, թե իբր Հայաստանում ակտիվանում են արևմտյան ռեսուրսները, որոնք փորձում են վարկաբեկել Ռուսաստանին։ Դեսպանի խոսքով, հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Սրանք Կրեմլի սովորական տեղեկատվական հնարքներն են, փորձում են մտահոգություն ձևացնել, մինչդեռ իրականում մտադիր են ընտրություններում բացահայտորեն աջակցել իրենց նոր կամ հին ֆավորիտներին։ Ռուսաստանն աչքի առաջ թուլանում է, պատերազմը չընթացավ Պուտինի սցենարով եւ կործանարար է Ռուսաստանի տնտեսության եւ ժողովրդագրության համար, եւ որքան թուլանում է Ռուսաստանը, այնքան բարձրանում են Կրեմլից աղաղակները։ Իդեպ մեր լսարանին հայտնի Մադիարը հետաքրքիր վիճակագրություն է ներկայացրել։ 25 թվականի հունվարին օկուպանտները ողջ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում երկրորդ անգամ ավելի շատ կորուստներ են կրել, քան կարողացել են զորահավաք անել, արդեն նույնիսկ աֆրիկացիներն ու ասիացիները չեն փրկում։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Մադիար Բրովդին կիսվել է 26 թվականի հունվար ամսվա ընթացքում ռազմաճակատում իր տղաների աշխատանքի տպավորիչ արդյունքներով։ Ողջ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում արդեն երկրորդ անգամ թշնամու կորուստները գերազանցել են զորահավաքի թվերը։ Մադիարի տվյալներով հունվարին Ռուսաստանի օկուպացիոն բանակ է ներգրավվել շուրջ 22,000 նորակոչիկ, իսկ օկուպանտները անցած ամիս կորցրել են 31,000 զինվոր, այսինքն գրեթե 9,000-ով ավելի։ Մադիարը հստակեցրել է, որ նշված բոլոր կորուստները հաստատված են, վերիֆիկացված են։ Դե ես ռելիզները կարդալուց ասում եմ, որ սա Գենշտաբը ֆոտո-վիդեո ֆիքսումից հետո է հայտարարում բոլոր թվերը։ Հունվարին ոչնչացված յուրաքանչյուր երրորդ օկուպանտ ջնջվել է հենց Մադիարի դրոնների կողմից, հավելել է հրամանատարը։ Ընդհանուր առմամբ, ըստ Մադիարի տվյալների, ուկրաինական բանակը ակտիվորեն աշխատում է ամսական լիկվիդացված օկուպանտների թիվը հասցնել 50,000-ի։ Ըստ Մադիարի, ռուսները նախատեսում են ընթացիկ տարում բանակ ներգրավել ավելի քան 400,000 նորակոչիկ, եւ այդ կապակցությամբ Ուկրաինայի պաշտպանության ուժերը պետք է հզորացնեն հակառակորդին ոչնչացնելու իրենց կարողությունները, այսինքն եթե 400,000 են ռուսները զորակոչելու, ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ֆյոդորովի պլանների, պետք է ոչնչացվի 600,000 թշնամի։ Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի է ունեցել 152 մարտական բախում։ 3 մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ռուսական 14 կարևոր թիրախային կետերի։ 3 զավթիչները նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղղությամբ 31 գրոհի փորձով, Գուլայպոլի ուղղությամբ ռուսները իրականացրել են 23 գրոհ։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 720 օկուպանտի եւ 1048 միավոր թշնամու զին տեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում ընդհանուր կորուստները օկուպանտների ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,244,560։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ուրբաթ գիշերը եւ առավոտյան ռուս ագրեսորները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 7 հրթիռ եւ տարբեր տեսակի 328 դրոն։ Թշնամու թիրախների մեծ մասը խոցվել կամ ճնշվել է հոբ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինուժի ռազմաօդային ուժերը փետրվարի 6-ին։ Այսպիսով հակառակորդը գրոհել է Շահեդ, Գերբերա, Իտալմաս տեսակի եւ այլ դրոններով ընդհանուր 328 միավոր, դրանցից շուրջ 200-ը Շահեդներ են։ Թշնամին իրականացրել են նաեւ 2 կինժալ աերոբալիստիկ հրթիռների եւ 5 Խ-59-69 կառավարվող ավիացիոն հրթիռների արձակում։ Ըստ նախնական տվյալների
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից խոցվել կամ ճնշվել է թշնամու շահեդ, Գերբերայի Տալմաս եւ այլ տեսակի 297 դրոն։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ակտիվ հակազդեցության արդյունքում թշնամու հրթիռները չեն հասել իրենց թիրախներին, տեղեկությունները դեռ ճշտվում են, քանի որ օդային հարձակումը չի ավարտվել։ Գրանցվել է առայժմ 22 հարվածային դրոնների հարված 14 տեղանքում, ինչպես նաև բեկորների անկում եւս 2 վայրում։ Այս պահին, ինչպես ասացի, հարձակումը դեռ շարունակվում է։ Ուկրաինայի օդային տարածքում կան թշնամու դրոններ։ Մեր Telegram-ում տեղադրել ենք ինչպես միշտ կադրեր ուկրաինական հարվածների տեսարաններից, ինչպես ասացի, ուկրաինական դրոնները խոցել են կարևոր թիրախներ եւ օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի տարածքում։ Մշտական ռազմական աշխատանք է տարվում թշնամու կարևոր ռազմական թիրախների խոցման մասով, ինչպես ռազմաճակատում, օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում, ուր նաեւ պատասխան հարվածներ են հասցվում ուկրաինական կողմից ռուսների այսպես կոչված էներգետիկ պատերազմի շրջանակներում։ Այսքանով ավարտեմ մեր ուրբաթ օրվա եթերը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը, ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր ալիքին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, իսկ մենք հուսամ կհանդիպենք արդեն վաղը, գուցե ել ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։